Ավանդական չինական խոհանոցում ֆենշուի սկզբունքներին մեծ նշանակություն են տալիս։ Օրինակ, խոհանոցի հարավային մասը համարվում է հարստության անկյուն։ Սառնարանը պետք է լինի հեռու վառարանից։ Սուր կտրող գործիքները պահում են փակի տակ։ Բարի օր։ Այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք պեկինյան կաղամբով աղցան, տաք աղցան։ Իհարկե, բացի պեկինյան կաղամբից կլինեն նաև ուրիշ բաղադրիչներ։ Իսկ սկսենք սմբուկից։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ սկսում ենք։ Վերցրել եմ 3 սմբուկ։ Կտրում ենք սմբուկների ծայրերը։ Մեկու մեջ կլպում ենք սմբուկները։ Եվ կտրում ենք, եթե կարելի ասել, խորանարդիկների։ Ինչ եմ ասում, եթե կարելի ասել, որովհետև նման չի խորանարդիկների, բայց այնպես որ խորանարդիկներ չեն։ Եվ լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Նույն կերպ վարվում ենք մնացած սմբուկների հետ։ Եկեք այստեղ, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, լավ տակն ու վրա ենք անում, որպեսզի աղը հավասար տարածվի բոլոր կտորների վրա, և թողնում ենք սմբուկը հյութը դուրս գցի։ Դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Դուրս գցիր հյութդ։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա գազարն է։ Գազարը կկտրատեմ ձողիկաձև։ Ձողիկաձև կտրելուց հետո լցնում ենք ապակյա թասի մեջ։ Փաստորեն վերցրեցի 1 գազար, 3 սմբուկ, 1 գազար։ Անցնենք մյուս բաղադրիչին, եթե հասկացաք, բաղադրիչները նախապես պատրաստում ենք, որպեսզի հետո արագ ջերմային մշակման ենթարկենք։ Հաջորդ բաղադրիչը դա քաղցր պղպեղն է։ Սա էլ ենք կտրատում ձողիկների։
Այս բաղադրիչն էլ դնենք թասի մեջ և անցնենք մյուսին։ Մյուսը սունկ ագարիկոնն է։ Վերցրել եմ 500 գրամ սունկ ագարիկոն։ Ինչ ենք անում նրա հետ։ Պոկում ենք ոտիկը, ոտիկը հենց այսպես ենք գցում, իսկ գլխիկը կիսում ենք 4 մասի։ Իհարկե մշակում ենք նաև պեկինյան կաղամբը։ Առանձնացնում ենք թերթիկները։ Հինգ թերթիկ, վերցրեցի 5 թերթիկ, որից հետո սպիտակ հաստ մասը առանձնացնում ենք նուրբ մասից։ Հաստ մասը, հաստ սպիտակ մասը նույնպես կտրատում ենք ձողիկների։ Սա էլ լցնենք թասի մեջ, այսպես։ Իսկ նուրբ մասերը կտրատում ենք ժապավենների։ Կտրատում ենք ժապավենների և լցնում ենք այստեղ։ Իսկ երակուրը պատրաստելու ենք ոգով։ Այն հարկավոր է տաքացնել։ Կրակը վառում ենք, առանց յուղի դեռ։ Հենց սկսեց ծուղ դուրս գալ, կլցնենք բուսայուղ։ Ծուղը այդքան ուժեղ չի լինելու, ուղղակի հենց սկսի տաքանալ շատ, գորոշին դուրս գա։ Պետք է տապակը տաք լինի, նոր լցնենք բուսայուղը։ Առաջին բաղադրիչը դա լինելու է գազարը։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ, շատ քիչ, այսպես։ Լցնում ենք գազարը և արագ-արագ խառնելով տապակում։ Մի փոքր թող փափկի։ Մինչ այդ նախապատրաստենք սմբուկի համար եգիպտացորենի օսլա։ Վերցնում ենք տոպրակ, լցնում ենք Մարանիկ ընկերության եգիպտացորենի օսլա։ Պարբերաբար հարկավոր է խառնել սա։
Քանի որ սմբուկը արդեն համեմել ենք աղով, օսլայի մեջ աղ չենք ավելացնում։ Կհամեմեմ օսլան, Մարանիկ ընկերության չորացրած ցիտրոնով, օսլան 120 գրամ էր, 1 տուփ։ Աղացած սև պղպեղ, ևս մեկ անգամ խառնենք գազարը, արդեն փափկում է։ Փակում ենք տոպրակը, տոպրակի բերանը, փափարում ենք, որպեսզի խառնվեն բաղադրիչները, համեմված օսլան պատրաստ է։ Հենց գազարը փափկեց, համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով։ Շատ քիչ։ Եվ կարծում եմ արդեն կարելի է հանել։ Գործի ենք դնում երկրորդ սիրելի ամանը։ Այստեղ թող մնա։ Եվ անմիջապես ոգից հանում ենք բաղադրիչները, ազատվում ենք յուղից եւ լցնում։ Մյուսը պեկինյան կաղամբի սպիտակ ցողունի հերթն է։ Այսինքն տերևի հաստ մասի հերթն է։ Թող տապակվի։ Անմիջապես կարելի է համեմել մի պտղունց աղով։ Վերադառնանք սմբուկին։ Սմբուկը հարկավոր է հյութազրկել։ Այսպես քամում ենք հյութը եւ լցնում քամիչի մեջ։ Վերադառնանք պեկինյան կաղամբին։ Սա էլ ենք հանում տապակից։ Տեղ ենք ազատում հաջորդ բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը քաղցր պղպեղն է։ Քաղցր պղպեղի հետ կառաջարկեմ նաև չիլի, 1 չիլի, որը կկտրատեմ օղակների։ Սա էլ ենք համեմում Մարանիկ ընկերության 1 պտղունց ծովի աղով, հանում ենք պղպեղը, ավելացնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ մի փոքր և հերթը հասավ սունկ ագարիկոնին, հանգիստ։ Սունկը անմիջապես համեմում ենք աղով, մի պտղունց, ինչպես բոլոր բաղադրիչները համեմեցինք։
Սունկը մի փոքր ավելի երկար ջերմային մշակման պետք է ենթարկենք։ Այդ ժամանակը կծախսենք սմբուկի վրա։ Համեմված օսլայի մեջ լցնում ենք մզած սմբուկը։ Թոմնա։ Տոպրակի բերան այնպես ենք փակում, որ օդ մնա։ Եվ թափահարում ենք, որպեսզի սմբուկի կտորները պատվեն օսլայով։ Տեսնենք ինչ է կատարվում սնկի հետ, այն մի փոքր պետք է կարմրի, նոր հանենք, արդեն երևում են կարմիր սունկիկները, ազատվում ենք ավելորդ ալյուրից, օսլայից, այս տարբերակում։ Այդի այստեղ։ Կրկին ավելացնում ենք բուսայուղ։ Եվ բուսայուղ այս անգամ համեմում ենք սխտորով։ Փոքրիկ բջեղներ եմ ընտրում, սխտորի 1, 2, 3, 4, 5, 6, 7 և ամբողջական բջեղները սխտորի տապակում եմ։ Այդ կերպ սխտորը կհամեմի բուսայուղը, որի մեջ էլ կտապակենք սմբուկը։ Կարծում եմ արդեն պետք է սմբուկը լցնել։ Մինչ սմբուկը տապակվում է, անցնենք թարմ կանաչիներին։ Թարմ կանաչիներից կվերցնեմ մարոլ, 1, 2, 3, 4, 5 տերև կանաչ սող, 6 փետուր, կանաչ սոխը շեղակի կտրում ենք, այսպես զողիկների, լցնում ենք սիրելի ամանի մեջ, կտրատում ենք նաև պեկինյան կաղամբի նուրբ մասերը, չնայած արդեն կտրատած է ժապավենների, մոռացել էի։ Կմնա ժապավենների կտրատել մարոլի տերևները։ Հենց սմբուկը տապակվի, սմբուկն էլ ենք լցնում սիրելի ամանի մեջ, այնպես որ յուղը մնա ոգի մեջ։ Տակնու վրա ենք անում, և պատրաստենք սոուսը։ Սոուսի համար կքամեմ կես կիտրոն, կհամեմ
1 պտխունց աղով Maranիկ ընկերության, 2 ճաշի գթալ սոյա սոուս կավելացնեմ, 1 ճաշի գթալ բալզամիկ քացախ, խառնում ենք, այստեղ կարելի է նաև բուսայող չեմ ավելացնել, բավականաչափ արդեն կա բաղադրիչների վրա, լցնում ենք բաղադրիչների վրա, ավելացնում ենք քունջուտ Maranիկ ընկերության, ցանկության դեպքում կարող եք բովել քունջուտը, խառնում ենք եւ վերջ, աղցանը պատրաստ է, կարելի է մատուցել։ Պեկինյան կաղամբով տաք աղցան։ Թասի մեջ լցնել մեկու մեջ կլպած, ոչ մանր կտրատած սմբուկ, համեմել աղով, լավ տակնու վրա անել, մի կողմ դնել, որոշ ժամանակից քամել։ Առանձին թասերի մեջ լցնել ձողիկաձև կտրատած գազար, ձողիկաձև կտրատած քաղցր պղպեղ, ագարիկոն սնկի ոտքը եւ 4 մասի կտրած գլխիկը, պեկինյան կաղամբի ձողիկաձև կտրատած պինդ ցողունը, ժապավենաձև կտրատած մնացած մասը։ Ոգը նախապես դնել կրակին, հենց գոլորշի դուրս գա, լցնել բուսայուղ, արագ-արագ խառնելով տապակել գազարը, փափկելուն պես համեմել ծովի աղով, քիչ անց հանել ոգից, լցնել թասի մեջ, նույն յուղի մեջ տապակել պեկինյան կաղամբի կոշտ մասը, համեմել աղով, խառնել գազարին, նույն յուղի մեջ տապակել քաղցր պղպեղը եւ օղակաձև կտրատած չիլի պղպեղ, համեմել ծովի աղով, ավելացնել գազարին եւ կաղամբին, ոգի մեջ բուսայուղ ավելացնել, տապակել սունկը, աղանել, հենց կարմրի միացնել մնացած տապակված բանջարեղենին, ավելացնել շեղակի կտրատած կանաչ սոխ, պեկինյան կաղամբի եւ մարոլի կտրատած տերևներ, տոպրակի մեջ լցնել եգիպտացորենի օսլա, համեմել չորացրած ցիտրոնով, սև պղպեղով, տոպրակը փակել, թափահարել, ավելացնել մզած սմբուկը, տոպրակը փակել, թափահարել, ոգի մեջ բուսայուղ ավելացնել, սխտոր տապակել, ավելացնել սմբուկը, հենց սմբուկը տապակվի, միացնել աղցանի բաղադրիչներին, տակնու վրա անել, սոուսի համար կիտրոն քամել, համեմել աղով, ավելացնել սոյայի սոուս, բալզամիկ քացախ, խառնել, սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա, վրան քունջուտ շաղ տալ, խառնել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սմբուկ, լոլիկ, սոխ, սխտոր, ընկույզ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե Maranիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։